Վերադարձանք տաղավար եւ արդեն մենակ չենք մեր տաղավարում է գեղեցկուհի, ով անգամ ճապոնական կոտո ազգային նվագարանին է ստիպել նվագել հայերեն։ Մարիաննա Գևորգյանն է մեր տաղավարում, հիմա կհասկանանք, թե ինչ գործիքի մասին է խոսքը։ Բարի լույս։ Բարի լույս, Մարիաննա։ Մինչ հասնելը կոտոյին, նախ շնորհակալություն, ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել այս առավոտ։ Մինչ հասնել ճապոնական կոտոյին, եկեք հասկանանք, թե ինչպես ձևավորվեց, ինչպես սկսեց ձեր երաժշտական ճանապարհը։ Շատ շնորհակալություն։ Բավականին երկար ճանապարհ եմ անցել իհարկե, որովհետև եւ ուսանողական տարիները եւ արդեն պրոֆեսիոնալ բեմը իրանն ասում է, որովհետև 7 տարեկանից ինչ պրոֆեսիոնալ բեմ եմ գտնվում եւ տարիները իհարկե իրենց փորձը եւ հետքը թողում են, ինչու նաեւ ոչ, նաեւ բազմաթիվ մրցույթները միջազգային ասպարեզում եւ այն հաղթանակները, որ տալիս են երաժիշտ կատարողին, դա իր հետքը թողում է որպես լիարժեք արվեստագետ։ Ուրախ եմ, որ կարողացել եմ սկզբում արդեն կանոն ազգային նվագարանը բարձր հարթակներից ներկայացնել, հաղթանակներ գրանցել, ինչպիսիք եղել են համաշխարհային մրցույթ փառատոնը, որտեղ 115 երկրի 3950 մասնակցի մեջ ներկայացրել եմ Հայաստանը, միակ ներկայացուցիչն եմ եղել, ով ազգային նվագարան կանոնով ներկայացրել եւ գրանցել եմ Grand Prix մրցանակը, որը որ իմ կարծիքով լավագույններից է եւ չես կարող նման մրցանակներ շատ հաճախակի ունենալ, որովհետև համաշխարհային մրցույթները գիտենք ինչպիսի գերհզոր դրությունների միջոցով են իրականացվում եւ ուրախ եմ, որ կարողացել եմ Հայաստան աշխարհը մեր դրոշը եւ կանոն նվագարանը նման հարթակներում ներկայացնել եւ ինչու ոչ նաեւ ոչ միայն բացել տվյալ մրցույթ փառատոնի առաջին հորիզոնականը գլխավորելով նաեւ զբաղեցնել 100 լավագույն երաժիշտների ցանկը նաև կարողացել եմ կանոն նվագարանով համաշխարհային գագաթնաժողովի ժողովի ընթացքում ներկայացնել մեր ազգային երաժշտությունը եւ համաշխարհային խորհրդանիշ 2025 մրցանակը նվաճել Հունաստանը, որը նույնպես շատ մեծ ձեռքբերում էր իմ համար եւ իհարկե այդ հաղթանակների կողքին նաև մի շարք մրցույթներ Եվ Հայաստանում եւ արտասահմանում, բայց ուրախ եմ, որ ոչ միայն Հայաստանում, նաեւ սահմաններից դուրս, ինչպես երկրներում այնպիսիք Հունաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Գերմանիա, այս երկրներում ներկայացնել կանոն նվագարան, գրանցել առաջին մրցանակ, նաեւ բեմական համայնք, մշակութային դեսպանի մրցանակներ, սրանք շատ կարևոր ձեռքբերումներ են յուրաքանչյուր երաժշտի համար, որովհետև ինչքան որ դու մենահամերգներով հանդես ես գալիս, այնքան դու քո երկրի եւ պատիվը եւ անունը կարողանում ես բարձր պահել, որովհետև յուրաքանչյուր երկրում ներկայանալ մենահամերգով եւ քո ասելիքը, քո ժողովրդի, քո երկրի խոսքը տեղ հասցնել ազգային երաժշտությամբ, դա եւ շատ կարևոր է եւ նաեւ մեծ բարդություններ է իրենից պահանջում։ Մենք ձեզ ներկայացնելիս խոսեցինք կոտո նվագարանի մասին նաև, այ ինչպես կանոնից եկաք կոտոյի եւ արդյոք դրանք նման են իրար, տարբեր են, ինչպիսին են այդ նմանություններն ու տարբերությունները եւ բարդությունները, որոնց դուք հանդիպել եք, եթե իհարկե հանդիպել եք, որոնք են եղել։ Շատ հետաքրքիր պատմություն ունի, որովհետև ես ինքս նախաձեռնել էի մի քանի նմանատիպ փառատոններ, որ մոտ 30 երկրի տարբեր երաժիշտներ իրենց ազգային նվագարաններով նվագում էին հայկական ստեղծագործություններ, Կոմիտաս Սայատնովա, մեր արդեն դասական դարձած կոմպոզիտորների գործերը եւ կարողացել էի այդ երաժշտական գործիքների հետ համադրել կանոն նվագարանը, ինչպիսիք են զոնգրուան, մակոտո, կոտո, պիպա, բերանի հարպ, սիթար, բավականին, այսպես էրհու պիպա, նաև անծանոթ գործիքներ են, բայց իրենք բոլորը լարային են եւ ինչու ոչ նաև երաժիշտների համար են այս գործիքները շատ անծանոթ լինում, որովհետեւ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ներկայանում է իր ազգային նվագարանով եւ երբ որ նվագում էի իրենց հետ այդ փառատոների ընթացքում եղավ նաև մի հետաքրքիր բեմ, որ արդեն Հայաստանում ճապոնացի երաժիշտների շատ հայտնի Կոտոյահար եկավ Հայաստան եւ մենք համերգ ունեցանք միասին, շատ ուրախալի էր, որ նվագեցինք հայկական ստեղծագործություն, ինքը նվագում էր կոտո, ես նվագում էի կանոն եւ ծաղկած բալենին էինք նվագում, քանի որ ողջ համերգը ընթանում էր ճապոնական երաժշտությամբ, այդ մի ստեղծագործությունը կատարվեց հայկական եւ շատ հետաքրքիր արձագանքներ էր, քանի որ մակոտո գործիքին ծանոթ էի, կոտո գործիքին եւս ծանոթ էի եւ դրանից հետո արդեն գտնում էի համերգներով Հնդկաստանում, շատ մեծ մենահամերգներ ունեի այնտեղ, այդ ժամանակահատվածում հրավեր ստացա դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորի կողմից Գրիգոր Խաչատրյանի, որ բեմադրվելու է Շեքսպիրի Համլետ ներկայացումը նոր խոսքով, նոր շնչով, նոր մոտեցմամբ եւ
ինչպես գիտենք, իր պրոֆեսիոնալիզմով Գրիգոր Խաչատրյանը միշտ փայլում է եւ այդ ֆենոմենալ միտքը, որ հղացել էր իր մոտ, որ պետք է Գոզանգոյի սպանությունը Համլետ ներկայացման մեջ փոխարինվի ճապոնացի հրաշալի գրող Յուկիո Միսիմայի հայրենասիրության վիպով, մենք կարողացանք այդ վեպը ներկայացնել արդեն թատրոնում եւ Կոտո նվագարանի միջոցով։ Իհարկե Կոտո նվագարանը Հայաստանում միակն է, ես միակ նվագողն եմ հանդիսանում, 24 թվականից է գործիքը, ինչ մենք ներմուծել ենք Հայաստան։ Բավականին բարդ է եղել տիրապետելը, որովհետև ճիշտ է Լարային են, նույն ընտանիքին են պատկանում, քնար ընտանիքին, բայց պատկերացրեք լրիվ այլ հնչողություն է։ Եվ միշտ ասեմ կանոնի հակառակ տեսակն է, որովհետև նվագելու տեխնիկան է տարբեր, նաև մոտեցումն է տարբեր եւ ինչու ոչ ողջ ներկայացման մեջ, որ հնչում է Կոտոն, նվագում է ճապոնական երաժշտություն, տիրապետելը իրենց արվեստին նույնպես շատ բարդ էր, որովհետև ուսումնասիրությունները արել են բավականին շատ, յուրաքանչյուր լարը Կոտո նվագարանի, դա ըստ Կոնֆուցիուսի իմաստության, գեղեցկության, բարության եւ ողջ պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշն է եւ ինչպես իրենք են ասում, բավականին էլեգանտ եւ արիստոկրատ նվագարան է ըստ ճապոնացիների համարվում եւ տիրապետելը արդեն բարձր, այսպես բարձրագույն արժեքների պիտի կրողը լինես, որպեսզի կարողանաս ներկայացնես։ Առաջարկում եմ հեռուստատիտողին ավելի պատկեր ամբողջական դարձնելու համար, դիտենք, տեսանք, լսենք Մարիանայի կատարումներից մեկը եւ հիանանք եւ վերադառնանք։
արդեն հասկացանք ինչի մասին է խոսքը իրապես, շարունակենք մեր զրույցը Մարիաննայի հետ եւ հասկանանք որքան ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանաք նվագել Կոտո նվագարանը, ասացիք, որ բավականին տանջվել եք, չնայած նույն ընտանիքին են պատկանում երաժշտական, բայց տարբերություններն ակնհայտ են։ Այսպես պատասխանեմ, յուրաքանչյուր գործ, որպեսզի լավ ստացվի, բարձր պրոֆեսիոնալիզմով իհարկե բավականին մեծ աշխատանք է պահանջում, 1 ամիս է տևել, 1 ամիս օր ու գիշեր ես կարողացել եմ պարապել եւ հասնել այն արդյունքին, որ այսօր արդեն դրամատիկական թատրոնի բեմից հնչում է կատարյալ երաժշտությունը եւ պրոֆեսիոնալ մոտեցման, որովհետեւ սիրողական մոտեցումը մեկ այլ բան է, բայց եւ պրոֆեսիոնալ հարթակից պետք է ակադեմիական հնչողությամբ ներկայացնել, դա իսկապես բարդություն է եւ յուրաքանչյուր ասպարեզում, եթե ուզում ես լավ գործ անես, լավ խոսքով ներկանաս եւ լավ ասելիքով, ճիշտ, ուրեմն իհարկե պետք է մեծ ներդրում եւ ինչու ոչ նաեւ տաղանդի դերը այսպես շատ կարևոր է, որովհետև դա նաև ներսից պետք է լինի, որովհետև միայն ցանկությունը շատ քիչ է։ Պետք է տրված լինի արտիստին այդ շնորհը, որպեսզի դու կարողանաս հանդիսատեսին փոխանցել այդ ողջ ներուժը, ինչ որ քո մեջ կա, այդ սերը, բարությունը, այդ ամենը դու պետք է կրես եւ երաժշտության միջոցով, ինչու ոչ, ներկայացնել, որպեսզի դիպչի հանդիսատեսի ականջին եւ աչքշոյող լինի իհարկե։ Երբ սկսեցիք ուսումնասիրել եւ արդեն նվագել այս գործիքը, արդյոք ձեզնից շատ այլ երաժիշտներ ոգևորվեցին եւ սկսեցին նույնպես հետաքրքրվել այս գործիքով եւ ինչու ոչ նվագել եւ գուցե մենք նրանց անունները գիտենք արդեն։ Հայաստանում, քանի որ գործիքը միակն է, եւ միակատարող ես եմ, բավականին հյուրեր ենք ունենում, տարբեր երաժիշտներ են ներկա լինում իհարկե ներկայացմանը, շատ հետաքրքրել է գործիքը, որովհետեւ բավականին այսպես նորություն էր, ինչու ոչ, որովհետեւ եւ նվագելու տեխնիկան է տարբեր եւ հնչողությունն է շատ դյութիչ ու գերող։ Հանդիսատեսի շարքում են հիմնականում լինում հյուրերը, որովհետև իսկապես շատ տպավորիչ են այդ երաժշտությունը վայելել, լսել, բայց գիտեք, նվագելը իսկապես բարդություն է իրենից պահանջում, այդքան էլ հեշտ չէ տիրապետելը նվագարանին։ Իսկ ճապոնացի հանդիսատես ունեցել եք, ովքեր լսել են, թե հայկական երաժշտությունը ինչպես է հնչում իրենց ազգային նվագարանով եւ տպավորություններն ինչպեսին է եղել։ Մենք հյուրեր ունեինք, իհարկե տարբեր երկրի ներկայացուցիչներ են ներկա եղել ներկայացմանը, բայց երբ դեսպանատան աշխատակիցները եւ փոխդեսպանները ներկա էին Համլետի պրեմիերային, իրենք ուղղակի շատ այսպես բուրն էին արձագանքել եւ իրենց պաշտոնական էջում էլ գրել էին, որ հիպնոտիկ երաժշտությունը Կոտոյի նվագակցությամբ իրենց ուղղակի դյութել էր, դե հասկանում ենք, իրենք չէին կարողացել ներկայացումը հասկանալ, որովհետև հայերեն լեզվով է, բայց այդ երաժշտության հատվածը իրեն շատ տպավորել է եւ իսկապես հիպնոտիկ երաժշտություն է տիրում։ Խոսեցիք, որ բեմական հմայք մրցանակի եք արժանացել նաև, այգու պատմեք ինչ է անհրաժեշտ երաժշտին, որպեսզի նա կարողանա նաև ոչ միայն իր երաժշտությամբ գերել, այլ նաև բեմական հմայքով։ Գիտեք, երևի ուղղակի յուրաքանչյուր ոք, ով բարձրանում է բեմ, առաջին քայլը արդեն իսկ բեմ, դա շատ կարևոր է, որովհետև դու պետք է այնպիսի կերպով բարձրանաս բեմ, որ յուրաքանչյուր երեխա, մեծահասակ լինելով դահլիճում, ուղղակի զմայլվի այդ մի քանի րոպեների ընթացքում, որովհետև տեսեք լինում ես եւ արտասահմանյան լավագույն բեմահարթակներով եւ ինչու ոչ հայաստանյան ամենափոքր շրջաններում եւ յուրաքանչյուր վայրում պետք է ներկայանաս նույն կերպ, որովհետեւ ես ինքս ներկայացել եմ մենահամերգներով եւ ծերանոցներում, մանկատներում, քրեակատարողական հիմնարկներում կանանց եւ տղամարդկանց, եղել եմ նաեւ զինվորների կողքին, նաեւ մի այսպիսի մեծ իմ մոտ ցանկություն կար ու ուրախ եմ, որ դա կարողացել եմ իրականացնել եւ հույս ունեմ, որ կրկին կլինի Արցախ աշխարհում եմ ունեցել մենահամերգ, որ իմ համար շատ կարեւոր էր զինվորների համար ելույթ ունենալը, որովհետեւ ինչքան որ բարեգործական այսպես ներկայանում ես եւ ներկայացնում ես արվեստդ ու բարձր մակարդակով ես ներկայացնում, հավատացած եղեք յուրաքանչյուրի հոգուն դիպչում է, որովհետեւ յուրաքանչյուր ոք իր պատմությունը տեսնում է այդ երաժշտության մեջ։ Ուղղակի պրոֆեսիոնալիզմ է պետք, որովհետև ինչքան որ դու լավ տեսքով ներկայանաս, եթե անգամ մեկ նոտա լավ չի հնչում, ոչ ոք չի կարող քեզ լսել, դա իսկապես այդպես է, ուղղակի պետք է շատ պարապած լինես։ Այդ բազան պետք է քո ներսում ունենաս,
որ յուրաքանչյուր իրավիճակում, որովհետեւ բոլորս գիտենք, բեմ է, ամեն ինչ պատահում է, մենք էլ մարդ ենք, ուղղակի պետք է կարողանաս հավուր պատշաճի, մաքուր երաժշտություն ներկայացնել ու ամենակարևորը ազգային երաժշտություն ներկայացնելն է։ Հրաշալի, կարծես թե ճապոնական կոտոյի, եթե խոսենք այսպես խաղային ավելի տերմինոլոգիայով, level-ը, փուլը հաղթահարված է։ Հաջորդը որ երկրի, որ նվագարանն է լինելու, արդեն ունեք ինչ-որ պատկերացումներ կամ նպատակներ, որ արդեն հետաքրքրվում եք։ Այնքան երկրների ազգային նվագարաններ տիրապետող երաժիշտների հետ եմ համագործակցություն ունեցել, որ այս պահին չեմ կարող այդպես ասել, որովհետև եւ Սենեգալից եւ երաժիշտ Կարով Կորագործիքիներ տիրապետում, որը իմ համար եւս շատ հետաքրքիր հնչողություն էր, թե ինչպես պետք է հնչի կանոնի հետ, ու գիտեք, որն է հետաքրքիր, եւ գործիքներ նվագում են, իրենք իրենց ազգայինը շատ լավ են նվագում, բայց մեկ այլ բան է, երբ իրենք նվագում են քո հայկական ստեղծագործությունները, ու ես մի փոքր շատ խստապահանջ եմ, չեմ սիրում եւ օտար էլեմենտներ են ներառված լինում մեր հայկական երաժշտության մեջ։ Քանի որ նվագել եմ բազմաթիվ գործիքների հետ, օրինակ շատ հետաքրքիր Բերանի հարփ գործիքը ինչպես է հնչում կանոնի հետ, որովհետև եւ տեխնիկապես հաղթահարելի է եւ ինչու ոչ նաեւ նյուանսներ կան բավականին, չեմ ուզում այդքան շատ մասնագիտականով ասել, նաեւ զոնգրան գործիքն է շատ հետաքրքիր հնչում, բոլորը լարային են, պիպան է շատ յուրահատուկ հնչողությամբ, այսինքն այնքան տարբեր են, բայց կա նաեւ մի այսպիսի բան, որ ես փորձել եմ, դա տարիներ առաջ է եղել 2016 թվականին Հայաստանում եւ ինչու ոչ նաեւ աշխարհում, որովհետեւ չկար նմանատիպ բան, որ կանոն նվագարան հնչեր երգեհոնի հետ երկեհոնի նվագակցությամբ։ Իհարկե իմ խնդրանքով մայստրո Երվանդ Երկանյանը հանձնառավ եւ կյանքի կոչեց այդ նախագիծը, այսինքն գրվեցին հատուկ կանոնի համար ստեղծագործություններ, որոնք հնչում են երգեհոնի նվագակցությամբ։ Ուրախ եմ, որ առաջինը եղա ես, որ դա արեցի եւ ինչու ոչ, նաեւ բավականին շատ երիտասարդներ փորձեցին դա եւս կրկնակելով ներկայացնել, որովհետեւ ստեղծագործությունները, որ երգեհոնի հետ հնչել են եւ Հայաստանում են կատարվել եւ նաեւ հնչել են աշխարհի բազմաթիվ ռադիոկայաններում եւ հեռուստատեսությամբ, ինչի համար որ շատ ուրախ եմ։ Մարիաննա, ձեր խոսքում նշեցիք, որ բեմը ամեն ինչ կարող է պատահել, այ ինչպեսի հետաքրքիր իրավիճակներ են եղել, երբ դուք եղել եք բեմում նվագելու ընթացքում, ինչ որ մի բան է պատահել ու դուք կարողացել եք դա հաղթահարել։ Իրապես բավականին բարդ է, որովհետև միշտ կենթանի երաժշտությամբ եմ հանդես գալիս, դա իմ համար առաջին այսպես մոտեցումն է, որ պետք է երաժշտությունը հենց կենթանի կերպով հնչի, ոչ թե ձայնագրված տարբերակով։ Ուրեմն դեպքերը բազմաթիվ են եղել, եղավ մի անգամ, երբ մենք օրան բարեգործական օրանի համար համերգ էինք ներկայացնում եւ բացօթյա էր համերգը ու տանիքին էր օրանի լինելու համերգը ու այնպես ստացվեց, որ գեստը հագնում ես բեմ պետք է բարձրանաս եւ հենց որ արդեն պետք է բարձրանայինք բեմ համերգը սկսելու, ուղղակի հագուստս պատռվեց ամբողջությամբ ու քանի որ կա այդպիսի մի փոքր ծնահավատություն էլ բոլորի մոտ, ստիպած եղանք կարել, ես ասի հանգիստ եղեք, ոչ մի խնդիր չի, մի ժամ ու կես է, ու այդպես ուղղակի ամբողջ համերգի ընթացքում շունչս պահած է, բայց մայստրոն եւ խումբը բոլորը ավելի անհանգիստ էին։ Եղավ մի անգամ մի դեպք, ես շատ վախենում եմ միջատներից եւ կամերային երաժշտության տանը մենք ունենք բավականին մեծ եւ շատ գեղեցիկ ջահ։ Լուսային էֆեկտներից էր եղել, թե այդ հագուստի վրայի քարերից, չգիտեմ, թե ուծանելիքի հոտից, բզեզ էր եկել դալիճ ու չգիտես ինչի շատ բարձ տեխնիկական գործ էի կատարում ու բեմական հագուստ այդ բզեզ եկավ ուղղակի կանգնեց իմ Իսկ ինչ էի կանում դուք։ Վախենում էի։ Շարունակում եք նվագել։ Իհարկե շարունակել եմ նվագել, որովհետև այնքան բարձ տեխնիկական գործ էր ու շատ խիստ հանդիսատեսություն էինք այդ օրը։ Նվագում էի եւ մտածում էի Աստված միայն թե ներս չմտնի փոքր միջատը։ Եվ ուղղակի ընդամենը 1 վայրկյան պաուզա, մենք էլ ենք ունենում պաուզաներ, պաուզաների ընթացքում այսպես կարողացա շատ գեղեցիկ նետել գետին եւ ոչ ոք չնկատեց։ Նկատեցին միայն երեխաներից եւ իրանք անմիջապես այդպես չեզոքացրեցին։ Գիտեք, յուրաքանչյուր վայրում, երբ որ լինում են համերգներ, շատ տպավորիչ են լինում, որովհետեւ քրեակատորական հիմնարկներից մեկում երբ գտնվում էի եւ ելույթ էինք ունենում, բավականին բարդ է երաժշտության ընթացքում, երբ նվագում ես եւ ոչինչ չի կարող քեզ շեղել, բայց կար մի դեպք, որ ինձ ուղղակի չէր կարող այսպես չշեղել, որովհետեւ ներկայացնում էինք այնտեղ մաքուր
անաղարտ երաժշտություն եւ խցիկներ կային, որոնցից մի քանիսը բաց չէին, հարգելի պատճառներով հասկանում ենք եւ երբ նվագում էինք չեմ կարող բառերով բացատրել դա ինչ տպավորություն է, որ երբ նվագում ես եւ անկախ քեզնից դու ուղղակի հայաց կլինի, թե ժեստ կլինի, դու պատտվում ես եւ տեսնում ես այդ փոքրիկ խցիկից ուղղակի մարտականջը մոտեցրել է եւ լսում է այդ ին վրա այնքան մեծ տպավորություն ու ազդեցություն թողեց, որ ես այդ պահի երբեք չեմ կարող մոռանալ, որովհետև հասկանում ես տվյալ պահի, որ ինչ ճիշտ էր իմ այստեղ գտնվելը եւ միգուցե մի կյանք եւս փրկվեց եւ որոշեց այլ կերպ ապրել, որովհետև լինելով եւ ծերանոցներում եւ մանկատներում դրանք եւ պետք են երաշտին եւ հասկանում ես, որ քո երաշտությունն է իրենց պետք, որովհետև միայն այդ համաշխարհային մրցույթներ հաղթելով եւ նման բեմահարթակներով ելույթ ունենալը չէ, որ քեզ կերտում է որպես արվեստագետ, որպես ճշմարտացի երաժիշտ, այլ երբ որ գնում ես նման տեղեր եւ հաղորդակից ես դարձնում քո երաժշտությունը իրենց, նոր հասկանում ես երաժշտության այդ կախարդական, մոգական ուժը, որ մարդիկ կարողանում են մի քանի վայրկյանով կտրվել ամեն ինչից եւ քո հետ նույն հայացքով ճանապարհ ընկնել, դա իմ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն Մարիաննա, ձեզ մաղթում ենք նորանոր մենահամերգներ, մրցույթներ, որոնցից կվերադառնաք գրամպրիներով եւ իհարկե շնորհակալություն բարի գործերի համար, որովհետեւ իսկապես բոլորին պետք է լավ երաժշտություն, գուցե նոր ճանապարհ սկսելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն այս առօտ մեզ հետ սկսելու համար, իսկ մենք սիրելի հեռուստադիտող շարունակում ենք մեր եթերը։ Մնացեք Շանթի հետ։